Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, որոշեցի կարճ ավտոլայվի ռեժիմով անդրադառնամ, քիչ առաջ գրառում էի կատարել, մոտ 1 ժամ առաջ, հազարգելով կամ ցույց տալով կամ հարության ուշադրությունը ավելի ճիշտ հրավիրելով օրեր առաջ Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացու կողմից տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ։ Ինձ դիմել էր մի քաղաքացի, որը որոշակի նեղվածություն ուներ, որովհետև հանդիսացել էր այդ հյուրանոցի աշխատակից, նշել էր, հատուկ եմ ուզում ընդգծեմ, որ հյուրանոցի սեփականատերը ինքն է հանցագործության մասին հաղորդում տվել այդ խուլիգանական արարքների կապակցությամբ, բայց նաև ներկայացրել էր, որ այն հիմնական անձանցից մեկը, ում նկատմամբ տեղի են ունեցել խուլիգանական գործողությունները, եղել է հենց ինքը։ Եվ նշել էր, որ իր տեղեկություններով այդ անձը ներողություն է խնդրել, սակայն իր հետ քննչական գործողությունների ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրելուց։ Եվ շատ նեղվածություն ուներ։ Լավ, բացահայտեմ ավելի կոնկրետ, խոսքը վերաբերում է արցախցի մեր հայրենակցին, որը առանձին էլ հասկանում եք հոգեբանական վիճակը եւ այսպես նեղվածության զգացում ուներ։ Ինձ իրավաբանական կոնսուլտացիա էր ինձնից խնդրում եւ շատ սրտից նստեց այս պատմությունը իրականում, որովհետեւ մարդը բավարարված չէր։ Հիմա իմ մոտ այնպիսի տպավորություններ, որ իրավապահները, որ իրականում սկզբնական փուլում շատ արդյունավետ գործել են, ձերբակալել են 3 օր թե ավելի քիչ պահել են անազատության մեջ, նորից ասեմ, հյուրանոցի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա, որը ոնց հասկացա, ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդ է, այդպես մեր բոլորիս հետ այս առումով կարծեք թե ենթադրում եմ, որ շատ հարցերում ընդհանուր մոտեցումներ ունի, եւ նա իմ այդ գրառման ներքո եկավ եւ ըստ էության ավելի մանրամասն բաներ խոսեց։ Բայց այստեղ շատ կարևոր հարցեր կան։ Հարց առաջին։ Այն անձինք բոլորը, ովքեր որ եղել են տուժող եւ ըստ ինձ դիմաց քաղաքացու, որը աշխատակից էր եղել, դա հենց պաշտոնապես է նաեւ տուժող ճանաչված, դրանք իրավունք ունեն պահանջել, որ անձամբ իրենցից ներողություն խնդրի տվյալ անձը։ Եվ երկրորդ, ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք պահանջել, որ այս վարույթը, այսպես ասած, ծածկադմփոս չարվի եւ նախաքննության փուլում չկարճվի։ Անկախ դրանից թե հարգելի հյուրանոցի սեփականատերը դրան կողմ է թե դեմ է։ Թող գա հրապարակային դատական նիստում։ Մենք էլ կգնանք կմասնակցենք։ Բոլորիցս ներողություն կխնդրի, կոնկրետ մարդկանցից ներողություն կխնդրի, որտեղ սա միայն հյուրանոցի սեփականատիրոջ հարց չի, խուլիգանությունը դա մասնավոր մեղադրանքի գործ չի։ Խուլիգանությունը կրկնեմ մասնավոր մեղադրանքի գործ չի, սա հանրային մեղադրանքի գործ է, որը վերաբերում է բոլորիս հասարակության անդամներից եւ մենք յուրաքանչյուրս այստեղ շահառու ենք, կգանք դատական նիստին, թող այդ մարդը, եթե իր մեղքը ընդունել է, եթե զղջում է, թող կանգնի, ներողություն խնդրի, ասի, որ ես հասկանում եմ, որ Հայաստանում չի կարելի այսպես պահել, հասարակական կարգը այսպիսի խայտառակ ձևով խախտել չի կարելի, անհարգալից վերաբերմունք տալ չի կարելի, չգիտեմ, հայհոյանքներ տալ չի կարելի։ Ես հասկացել եմ, ես զղջում եմ եւ ես խնդրում եմ դատարանին, որպեսզի իմ նկատմամբ մեղմ վարվի։ Թող այդ ամեն ինչը մենք լսենք եւ կհայտարարենք, կասենք, որ հա, դատարանը ինչ որոշում կայացնի, մենք տեսնենք այդտեղ, այսպես ասենք, արդարություն։ Հակառակ դեպքում ես սա կհամարեմ ծածկադմփոս։ Կրկնեմ, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է իրավիճակի, երբ կա կոնկրետ անձ, կոնկրետ հայրենակից, որը նեղվածություն ունի, իսկ շատ նեղվածություն ունի, ես վստահ եմ, որ իր նկատմամբ հյուրանոցի սեփականատերը մեղմ ասած շատ դրական վերաբերմունք է դրսևորել։ Դու ենթադրում եմ, որ քանի որ մեր գաղափարակիցն է, երևի աշխատանքով է ապահովել արցախցի մեր հայրենակցին,
այդտեղ ես որևէ բան չեմ տեսնում։ Առհասարակ հյուրանոցի սեփականատիրոջ հետ կապված որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Սա հատուկ ուզում եմ ընդգծեմ։ Խնդիրը վերաբերում է նրան, որ սա միայն հյուրանոցի սեփականատիրոջ հարցը չի, սա բոլորիս հարցն է, սա մեկ, եւ երկրորդ հատկապես այն մարդկանց հարցն է, ովքեր որ անմիջապես դեմ արդեմ են եղել այդ խուլիգանական գործողությունները կատարելու ընթացքում։ Սա էր իմ ասելիքը եւ ես իսկապես շարունակում եմ պնդել, որ այս գործը լինի հանրային ուշադրության ներքո, նախաքննության փուլում ոչ մի դեպքում չավարտվի, անգամ այն պայմաններում, երբ որ կարծեք թե սեփականատերը ասում է, որ ես որևէ խնդիր չունեմ, օքեյ, դուք չունեք որևէ խնդիր, Գևորգ ջան, ձեր իրավունքն է, չեմ որևէ կերպ չեմ վիճարկում դա, բայց մենք ունենք խնդիր։ Ես մեկը ունեմ խնդիր, այն առումով, որ պետք է այս ամեն ինչը լինի ոչ թե քննիչի կաբինետում, այլ պետք է լինի հրապարակային, դատական, նիստի ընթացքում, հրապարակային վարույթի ընթացքում, դատական նիստերի դահլիճում, օրն էլ մենք կիմանանք, մեկը ես անպայման կհայտարարեմ, ով կգա, ով չի գա, մենք այդտեղ կտեսնենք, այդ մարդուն կլսենք, թե նա ինչ վերաբերմունք ունի իր արարքին։ Սա էր, որ ուզում էի կիսվել։ Դա շատ կարևոր եմ ես համարում, որովհետև մենք հատկապես այս վիճակում մի քիչ ազգային արժանապատվությունը, այսպես ազգային արժանապատվությանը վերաբերող դեպքերում շատ ավելի մեծ նրբանկատություն դրսևորելու անհրաժեշտություն ունենք։ Վերջում նորից ասեմ, որ հանկարծ թյուրիմացություն չլինի, իրավապահ մարմինների գործողությունները հատկապես սկզբնական փուլում որևէ կերպ այսպես կասկած չեն հարուցում։ Հետո ընթացքը մի քիչ այնքան էլ իմ դուրը չի գալի, լավ այսպես ասեմ, շատ առաջ չեմ գնում, բայց այնքան էլ իմ դուրը չի գալի։ Զգում եմ հակվածություն վարույթը ավարտել նախաքննության փուլում։ Այնինչ դա ես համարում եմ հատկապես հանգամանքները հաշվի առնելով, հատկապես այն, որ կոնկրետ մարդ կա տուժող, որը որ բավարարված չի, ոչ իրավաչափ։ Գործը տարիք դատարան, արագ տարիք դատարան, ձեր ուրեմն որևէ խնդիր չկա։ Արագ տարիք դատարան, այստեղ չգիտեմ, քննելու բան կա, լրացուցիչ թե չկա։ Թող դատական նիստ լինի, դատական նիստում մենք բոլորս կհամոզվենք, թե անձը իսկապես զղջում է, թե դա ինչ որ, չգիտեմ, արհեստական է եղել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Եվ հասարակությունն էլ բավարարված կզգա, որ տեղի ունեցավ արդարադատություն։ Եվ խուլիգանության հոդվածը իսկապես պետք է աշխատի ըստ իր նշանակության, այլ ոչ թե քաղաքական պատճառներով, ինչպես մենք ամեն օր տեսնում ենք, տարբեր առիթներով, քաղաքական պատճառներով խուլիգանության հանցակազմեր, դատական նիստեր, երկար ձգվող, չգիտեմ, այլ օրինակները չեմ բերում։ Վերջինն էլ երեկվա էլի արցախցի